Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախարարության համակարգում արդեն իսկ ձևավորվել եւ գործում է հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնը, նպատակ ունենալով իրական ժամանակահատվածում եւ արդի գործիքակազմերով վերլուծել հանցավորության շարժը, կառուցվածքը, ծնող պատճառները, նպաստող պատճառները եւ ըստ այդմ ոլորտի քաղաքականություն մշակողներին տալ հավաստի տեղեկատվություն ապացուցահեն քաղաքականություն վարելու տեսանկյունից։ Հարգելի գործընկերներ, ինչպես նշեցի, 2025 թվականի ամփոփ վիճակագրությամբ Հայաստանում կատարված հանցագործությունների եւ դրանցով հարուցված քրեական վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների թվի 3.2%-ով նվազում։ Կարևոր է շեշտել, որ առաջին անգամ վիճակագրական պատկերը իրական պատկերն է արտացոլում։ Այսինքն, մենք զտել ենք եւ վեր ենք հանել 2025 թվականին կատարված հանցագործությունները, ի տարբերություն նախորդի ժամանակահատվածների, երբ որ օրինակ 2023 թվականի կտրվածքով մենք ունեինք նույնիսկ 2000-ականներին կատարված հանցագործության դեպքերի գրանցում եւ հաշվառում տվյալ տարվա կտրվածքով եւ այսպես շարունակ։ Փաստեմ, որ այս տարվա կտրվածքով զտել ենք եւ 3.2%, երբ որ ես նշում եմ որպես նվազում, զտված 2024-ը համեմատվել է զտված 2025-ի հետ եւ իրական պատկերն է ըստ էության նվազումը։ Ընդ որում հանցագործության բացահայտման ցուցանիշները եւս աճել են եւ կատարողի անձը հայտնի լինելու փուլում եւ հանրային քրեական հետապնդում հարուցելու փուլում, սա եւս կարեւոր արձանագրում է։ Եվ հատկանշական է, որ հանցագործությունների բացահայտումը եւս ինքնին կանխարգելիչ նշանակություն ունի եւ էական ցուցանիշ է այս առումով այն, որ 2025 թվականին հաստատված սպանություններով գրանցվել է 0 չբացահայտված դեպք։ Զուգահեռ մենք շարունակելու ենք մեր կենտրոնացումը պահել հանցավորության կանխարգելման բաղադրիչի վրա, որովհետև այստեղ եւս տարբեր դերակատարներով համատեղ ջանքերով անելիք ունենք եւ այս պայծրությամբ վերջնականացման փուլում է գտնվում հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը, որը առիթ կունենանք նաեւ խորհրդարանական գործընկերների հետ քննարկելու եւ ապա նոր միայն ներկայացնելու կառավարության քննարկմանը։ Բայց պարոն Քոչարյան, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ անվտանգության թեման հատկապես շատ է քննարկվում եւ հատկապես վերջին ժամանակահատվածներում։ Ես ուզում եմ փաստել, որ առհասարակ անվտանգությունը մեզ բոլորին հուզող թեմա է եւ պատահական չէ, որ անվտանգությանը թե արտաքին, թե ներքին անընդհատ մենք անդրադառնում ենք եւ քննարկումներ ենք ծավալում այս ուղղությամբ, բայց ես ուզում եմ հատկապես փաստել, որ հանցավորության վիճակագրությունը վերջին ժամանակահատվածներում հատկապես հաճախ օգտագործվում է որպես քաղաքական մանիպուլյացիայի գործիք, դառնալով նաեւ նախընտրական դեբատի թեմա, սադրելով ներքին անվտանգության կայունությունը։ Ներկայացվում է հանցավորության ուռճացված պատկեր, մինչդեռ իրական անկեղծ մղումներով հաշվարկված եւ մեր քաղաքացիների նկատմամբ հոգատարության վերաբերմունքից ելնելով մենք ներկայացնում ենք թե իրական պատկերը եւ թե նաեւ այն խնդիրները, որոնք որպես պետություն մենք արձանագրել ենք եւ պիտի հետեւողականորեն գնանք դրանց լուծման ճանապարհով։ Իհարկե պատահական չէ, որ այս թեման այս պայծրությամբ քննարկվում է, փորձ է կատարվում նաեւ նսեմացնել ոստիկանության եւ առհասարակ ամբողջ իրավապահ համակարգի կողմից կատարված աշխատանքները, բայց կարծում եմ զարմանալի ոչինչ չկա, որովհետև նախընտրական ժամանակահատվածում այս թեմաների հատկապես առավել ընդգծված քննարկումները թե հիբրիդային սպառնալիքների տրամաբանության մեջ են մեզ հայտնի եւ թե նաեւ համաշխարհային պրակտիկային է սա հայտնի, երբ որ տարբեր քաղաքական ուժեր նաեւ այս process-ը դարձնում են որպես քննարկման թեզեր եւ քննարկում են այս հարցը։ Բայց ուզում եմ փաստել այն, ինչ որ գրված է կառավարության ծրագրում, այսինքն ինչ հանձնառություն ուներ կառավարությունը, ինստիտուցիոնալ փոփոխություններ բերել ոստիկանության համակարգում, ապահովել ոստիկանության գվարդիայի ձևավորումը, ապահովել կանխարգելման նոր գործիքակազմ եւ մենք հոգատարությամբ եւ խնամքով թե նոր արձանագրումներ ենք ունենում եւ թե նաեւ այն խնդիրների լուծման հետևից են գնում, որոնք այս պայծրությամբ ինքներս արձանագրել ենք լինելով ոլորտի ավելի մոտ կանգնած անձին։ Ինստիտուցիոնալ առումով անդրադառնալով հանրային անվտանգության ապահովման գործունեությանը, կառավարության ծրագիրը նպատակ էր հետապնդում 4 հենասյունային ուղղություններով զարգացնել ոստիկանության աշխատանքը եւ ես պիտի փաստեմ, որ 4 հենասյունային ուղղություններն այլևս գործարկված են։ 2025 թվականի նոյեմբերի 1-ին մենք գործարկել ենք վերջին 4-րդ ուղղությունը ոստիկանության գվարդիան եւ այն հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման նոր երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնիկայով, արդիականացված կինոլոգիական ծառայություններով եւ որը ամենակարևորն է ուժային միջոցների գործադրման ստանդարտով, որը Հայաստանի Հանրապետությունը իր պատմության մեջ երբեք չի ունեցել։ Գվարդիայի ձևավորումից հետո ստանդարտացվել են տարբեր գործընթացներ եւ նաեւ ուզում եմ նշել, որ մենք հավաք սպասարկողի կերպարի տրանսֆորմացիա ենք ունեցել ընդհանուր ոստիկանի կերպարի, որովհետեւ ոստիկանության գվարդիան ձևավորումից հետո արդեն հարյուրավոր հանցագործության դեպքեր ունի բացահայտված, ինչը չափազանց կարեւոր արձանագրում է այս տեսանկյունից։ Հետեւողականորեն շարունակվել է բարեկային ծառայության ինստիտուցիոնալ կայացվածությանը վերաբերող մեր աշխատանքները, բարեկային ծառայությունը տեղափոխվել է վարչական նոր համալիր, որը ոչ միայն տեխնիկապես նոր համալիր է,
այլ նաև մշակութային առումով նոր համալիր է, որտեղ որ կա ծառայության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, հրաձգարան, լողավազան ունենք հրապարակ, որտեղ որ կարողանում են տարբեր վարժանքներ իրականացնել եւ այսպես շարունակ, նաև մարզասրահ, քաղաքացիների սպասարկման համար հարմարավետ պայմաններ եւ այլն։ Փաստեմ, որ բարեկային ծառայողների համար վերապատրաստումները դարձել են տարեկան կտրվածքով պարտադիր։ Այսինքն այն բոլոր խնդիրները, որոնք որ մենք միասին արձանագրում ենք բարեկային ծառայության մասով, հնարավորություն ունենք տարվա կտրվածքով չսպասելով հաջորդ տարվան իրացնել եւ վերապատրաստումների շրջանակներում հերթով խնդիրները լուծել։ Ներդրվել է նաեւ պիլոտավորման նոր ծրագիր, որտեղ որ մենթորությամբ արդեն փորձառու ծառայողները առաջնորդում են նորեկներին եւ կարողանում են շատ ավելի հեշտ եւ սահուն ապահովել անցումը ծառայության շարքերը։ Ծառայությունը շարունակել է ապահովել արտաքին ծառայությունը, ակտիվացնելով նաև հանցավորության դեմ պայքարում իր ներգրավվածությունը։ Եթե 2024 թվականին շուրջ 11000 հանցագործություն է բացահայտվել բարեկային ծառայության կողմից, 2025 թվականին այդ թիվը շուրջ 14000 է։ Այսինքն մեր ծառայողները կենտրոնացված են նաև այս ֆունկցիոնալի վրա եւ միայն ճանապարհային երթևեկության բլոկը չէ, որ ծառայողների ուղիղ հետաքրքրությունների շրջանակումը եւ օպերատիվ արձագանքի շրջանում է։ Սևանալուջի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ ձկնորսության արգելքի ողջ ժամանակահատվածում ջրային պարեկների եւս ակտիվ աշխատանք են տարել եւ շուրջ 4.5 տոննա ապօրինի որսված ձուկ է արգրավել, կանխարգելվել են նաեւ բազմաթիվ դեպքեր։ Երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում բարեկային ծառայության ազդիչում եւ հետեւողական աշխատանքի ցուցիչներից է այն, որ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկվել է 5435 անձ, որից 4899, այսինքն 90.1%-ը ոչ թափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերն են։ Ինչպես նշեցի, մեծ փոփոխություն են ունեցել նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժածների պատկերում եւ արձանագրեմ, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ բարեկային ծառայության աշխատանքի արդյունքում մենք ունենում ենք զոհերի թվի նվազում Հայաստանի Հանրապետության ճանապարհներին։ Սա հարգելի ներկաներ նախադեպը չունեցող փորձառություն է մեր համար, որովհետև այն երկրներում, որոնք որ ունենում են տրանսպորտային միջոցների աճ, հնարավոր չի լինում օբյեկտիվորեն նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը։ Բայց արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք ունենք նվազում եւ հաջողվել է մեզ փրկել 95 անձի կյանք։ Մենք շարունակելու ենք այս տրամաբանությամբ մեր աշխատանքները զուգահեռ նաև անվտանգային մշակույթի ձևավորմանը միտված քայլեր ձեռնարկելով։